Գիտեք, ամենավտանգավորն է, որ մարդկանց հասարակությանը սովորեցնում են պարտությունը որպես նորմա։ Սկզբից ինչ են անում, սկզբից ասում են իրավիճակը շատ դժվար է, հետո ասում են ուրիշ երթ չկա, պետք է զիջումների գնանք, հետո ասում են այլ տարբերակ вообще չկա ու ժողովրդին ծախում են այն մտքին, որ համակերպվեք ու հասարակությունը սկսում է համակերպվել այդ մտքին, որ վсё ուրիշ երթ չկա, դա միակ տարբերակը։ Այս Փաշինյանի կառավարման 8 տարիներում մեզի իրանք պրոստը վաճառեցին այն մտքին, որ մենք շատ փոքր ենք, մեզնից ոչ մի բան կախված չի, մենք չենք կարող ոչինչ փոխենք ու պրոստը պետք է համակերպվենք այն մտքին, որ թույլ ենք։ Այսինքն, ինչ մեզի թշնամին կամ մնացածներ դեմ տան, մենք պետք է ընդունենք, քանի որ թույլ ենք, քանի որ մեզ հոգեպես կոտրել են ու մենք էդի ընդունում ենք արդեն նորմա։ Հիմա դաժե ընտրությունների հարցը չէ, որ գնանք ընտրության կամ չգնանք, հիմա այն հարցն է, թե ուզում ենք ինչ-որ բան փոփոխվի։ Եթե համակերպվում ենք այն մտքին, որ մեզից ոչ մի բան կախված չի, մենք թույլ ենք, պետք է համաձայնվենք այն ամենի հետ, ինչ իրանք են ասում, դե էլ խի գնանք ընտրության, հենա գլխից արդեն սաղ որոշված է, ինչ պետք է լինի, վсё համակերպվում ենք ու ընդունում ենք այս ամեն ինչը։ Բայց եթե չենք համակերպվում ու ուզում ենք փոփոխություն, ապա միանշանակ պետք է գնալ ընտրության, ձայն չտալ ՔՊ-ին, եթե իհարկե ուզում ենք այս իրավիճակից դուրս գանք, որտեղ պարտությունը նորմա չի։ Ու այդ դեպքում հաստատ փոփոխություն կլինի։ Ուղղակի մի հատ մտածեք ու ինքներդ վերլուծեք այս ասածներս ու դուք ինքներդ կհասկանաք, որ խորը իմաստ կա։